ձեր կարծիքով ինչի մասին է խոսում այսքան ոստիկանների ներկայությունը Զվարթնոց օդանավականի տարածքում։ Դուք կհիշեք, որ մեկ շաբաթ առաջ ազգային ժողովում հայտարարեցի, որ Նիկոլը պատժիչ գործողություններ բեմադրելու փուլի մեջ է։ Այն սուտը, մանիպուլյացիան, կեղծիքը, այդ ամեն ինչը անցել ենք, դրան զուգորդված հիմա պատժիչ գործողությունների տեսարաններ են, ինչի համար այստեղ օրինապահ քաղաքացիներ են, ովքեր եկել են քաղբանտարկյալ այլևս քաղհալածյալ Դավիթ Համբարձումյանին իրենց աջակցությունը ցույց տալու, ասելու, որ շատ լավ գիտեն, որ այդ դատանի վճիռը Նիկոլի SMS-ով է, ասելու, որ շատ լավ գիտեն, որ 2018 թվականից փորձել են ամեն ինչ կարել Դավիթ Համբարձումյանի վրա, ապօրինի կալանավորել են, փորձել են ցուցմունքներ մարդկանցից կորզել, ինչ որ փաստաթղթեր սարքել, վստահ եմ ձայնագրություններ են փորձել սարքել, տեսանյութեր, իրանք սիրում են, չէ՞, տենց ապօրինությունների ողջ սպեկտրը օգտագործեն։ Հիմա սա հաջորդ փուլն է։ Նույնիսկ մարդկանց տեղաշարժը այստեղ, այս փոքրիկ մի հատվածում սահմանափակված է։ Այսինքն մի քառակուսի մետր այս կողմ կանգնես թե այն կողմ, դա Նիկոլի համար մեծ նշանակություն ունի։ Ինչի, որտեղ Հայաստանի քաղաքացին պիտի զգա, որ ինքը ոչ ազատ է, ոչ իրավունքներ ունի եւ ոչ էլ սահմանադրաիրավական երաշխիքներ։ Եվ այս ոստիկանները ոչ թե Հայաստանի քաղաքացիներին պաշտպանելու, երկրում ներքին կայունությունն ապահովելու համար են, այլ Նիկոլի հրահանգները, քմահաճույքները կատարելու համար են։ Սա շատ պարզ ու շատ հստակ է։ Այսօր Դավիթ հստակ է նաև, որ Դավիթ Համբարձումյանին կալանավորելու են 6 տարի 3 ամիս ժամկետով, փաստացի չստացվեց կանխել այս սցենարը, հաջորդիվ ինչ եք պատրաստվում անել, որպես այն ուժ, որը նաև ներկայացրել է Դավիթ Համբարձումյանին, որ միասնական թեկնածու։ Ես շատ եմ ցավում, այո, որ պիտի համաձայնեմ ձեզ հետ նրան, որ այս փուլում էլ չհաջողեցինք կանխել եւս մեկ անձի նկատմամբ քաղաքական հետապնդումները։ Չկարողացանք կանխել շատ պարզ պատճառով, որտեղ Նիկոլը դեռ զավթած է պահում Հայաստանում վարչապետի աթոռը։ Հենց Նիկոլը չլինի Հայաստանում վարչապետի աթոռին, հավատացեք, այս նույն ոստիկանները կհիշեն, որ ունեն օրենքով եւ օրենսդրական հստակ լիազորություններ եւ այդ լիազորությունների մեջ կլինեն։ Նիկոլի ասած վնգստացող դատավորները կլինեն այն շրջանակների մեջ կամ գոնե կձևացնեն, որ այն շրջանակների մեջ են, որը օրենքը, օրենսդրությունը եւ սահմանադրությունն է թույլ տալիս։ Մեր այն գործընթացը, որ նախաձեռնել ենք Նիկոլին անվստահություն հայտնելու եւ պարոն Համբարձումյանը, որ ամենայն պատասխանատվությամբ ու գիտակցությամբ մտել է, թույլ տվեք ասեմ, այս ծանրության մեջ, շատ լավ հասկանալով, որ Նիկոլը իրեն հանգիստ չի թողելու եւ ինքը համալրելու է այսօր Հայաստանում արդեն 5 տասնյակից ավել են քաղաքական բանտարկյալներին, ում թվում են սրբազաններ, բարերարներ, մարդիկ, ովքեր ուղակի գնացել էին մի քանի շաբաթ առաջ Գյումրու հրապարակ, իրենց անհամաձայնությունը հայտնելու հերթական քաղաքական հալածանքին, հետապնդմանը եւ հրապարակային պատժիչ տեսարաններ բեմադրելու։ Այս ամեն ինչը ես չեմ ուզում մենք ինքնախապեյությամբ զբաղվենք, մեզ դրսից որևէ մեկը չի օգնելու։ Այն երկակի ստանդարտները, որ այսօր ամբողջ միջազգային հանրություն կամ միջազգային կազմակերպություններ կոչվածներին պատել է, որոնք իբր զբաղվում էին մարդու իրավունքներով եւ Հայաստանը պահում էին իբր մոնիտորինգային գոտում, ոչինչ չեն անելու, որտեվ իրենք այսօր ունեն կամակատար իշխանություն Հայաստանում, որը պատրաստ է զոհել Հայաստանի ոչ միայն պետական շահը, այլ նաև Հայաստանի քաղաքացիների յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու ազատությունները անտեսել։ Հետևաբար ներողություն եմ խնդրում, հետևաբար մեր միակ խնդիրը կայանում է այս Նիկոլից ազատվելը։ Հենց ինքը մեր երկրի հասարակքաղաքական կյանքի հետ որևէ կապ չունենա, ես ձեզ վստահեցնում եմ, տասնյակ խնդիրներ իր հետ անհետանալու են։ Ինչու է հենց այս ժամանակահատվածն ընտրվել դատավճիռը հրապարակելու եւ Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով կալանավորելու համար։ Ես ուզում եմ մենք այդ մոլորության մեջ հանկարծ չլինենք, իրենք 2018 թվականից են փորձել Դավիթ Համբարձումյանին հետապնդել եւ ապօրինի կալանավոր ամեն ինչ արել են։ Երկու տարբերակ են ուզեցել թողեն պարոն Համբարձումյանին, կամ պիտի հրաժարական տա, կամ պիտի դառնա ՔՊԱ-ական։ Ոնց որ ցավալիորեն պիտի ասեմ, շատ շատերը համայնքապետերից նախընտրել են գնալ այդ ճանապարհով, գլուխները կախեն, Նիկոլը գնում է, դիմավորում են, կզում են, չգիտեմ ինչ են անում։ Պարոն Համբարձումյանը այդ ճանապարհից եւ որևէ մեկը չի ընտրել։ Ինքը արժանապատիվ պայքարն է ընտրել, այդ դրա համար էլ չի ներվել։ Ես վստահ եմ, որ մենք սրանով կանգ չենք առնելու։ Մենք շաբաթներ առաջ զրուցում էինք Գյումրիի մասին, դրանից առաջ խոսում էինք համայնքապետ Վալոդիա Գրիգորյանի սպանության մասին, տարիներ առաջ խոսում էինք Արմեն Գրիգորյանի մասին, ով սպանվեց դատարանում միայն նրա համար, որ Նիկոլի հրահանգները չէր կատարում, միայն նրա համար, որ համարձակվել էր դուրս գալ եւ պայքարել Նիկոլի դեմ։ Հայաստանում արդարադատությունը
մեռել է ու սպանվել է Նիկոլի ձեռքով։ Այն պահին, երբ որ ինքը հրապարակում հայտարարեց, այդ որ մի դատավորն է, որ իմ ասածը պետք է չանի, այն պահին, երբ որ կառավարության շենք էր կանչում դատարանների նախագահներին եւ դատավորներին, հարց ուղղելով, թե այդ ինչի ենք 100 կալանք տալիս ամիսը, իսկ դուք 99 եք բավարարում։ Անկամ այդ մեկի համար իրենցից կներեք այս բառի համար, բայց աչոտ պահանջելով։ Հայաստանում արդարադատություն գոյություն չունի այն պահից, երբ որ բոլորս ենք լսել, կալանքը ուզեք չուզեք պետք է տակ, քննարկումներ քրեական գործերի հետ կապված ու որևէ հետևանք չի ունեցել, որտեղ այդ ամեն ինչը այն ամենավերևից հիերարխիկ իջնում է։ Տիկին Մկրտչյան, ասացիք Նիկոլ Փաշինյանից միայն ազատվելով կարող ենք եւ այլն, բայց ոնց պիտի ազատվեք, եթե այսօր բոլոր այն մարդիկ, որոնք քիչ թե շատ լսարան ունեն, որոնք քիչ թե շատ հետևորդներ ունեն, իրենց կամ փչացնում են, կամ բանտարկում են, կամ իրենց լոգարաններում, իրենց լողախցիկների մեջ տեսանյութե բաներ են, կամերաներ են դնում եւ իրենց ինտիմ կյանքը դարձնում են հանրային սեփականություն։ Այսինքն կարմիր գծեր ընդհանրապես չկան։ Այս բոյ-բես պրավիլի մեջ ոնց պետք է Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարել։ Նիկոլի անբարոյականությունը տեսա պետք չէր, ասենք 7 տարի ապրել Նիկոլի իշխանազավթած պետությունում, որ հասկանար։ Օրինակ 2018 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկին էին մեզ հրամցնում, մենք արդեն պիտի հասկանայինք, երբ Հայաստանի քաղաքացիներին խաբում ասում էին, որ մեր երկրի միակ խնդրեմը արագաչափերն ու կարմիր գծերն է, այսա գալիս եմ արագ հանեմ, ուրիշ ոչ մի խնդրեմ չկա, մենք կարծում եմ պիտի հասկանայինք։ Ես պիտի ձեզ հետ համաձայնեմ, որ այո, օր-օրի այդ անբարոյականության շեմը ինքը ավելի է իջացնելու, ավելի է հատելու, որովհետև ինքը շատ լավ գիտի, Հայաստանում մնում է ոչ թե ժողովրդի ինչ-որ մի հատվածի աջակցությամբ, այլ բացառապես վախի մթնոլորտով։ Այս նորից եմ կրկնում, այդ պատժիչ տեսարանները, այն խոստովանությունը, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, իսկ Facebook-ով ստատուս գրել եւ դրանից հետո մարդ կալանավորել, դա բառացի խոստովանություն է, որ այո անում եմ, լավ եմ արել եւ էլի եմ անելու, չէ, իրենց սիրած արտահայտության են հորս արևի տրամաբանության մեջ արել են ու էլի անելու են, լավ են անելու, քանի դեռ մենք չենք կարողացել բերել այն իրավիճակը առարկայացնել այն ատելությունը արդարացի եւ անհանդուրժողականությունը, որը Նիկոլի դեմ կա։ Այո, պարոն Համբարձումյանը, ես ցավում եմ։ Ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինն է։ Այնպես չի, որ վաղը մենք քաղաքական հետապնդումների ականատես չենք լինելու, բայց դա չի նշանակում, որ մենք դի ձեռքերս ծալենք, ասենք դե անկարող ենք, ինչ ուզում է թողանի։ Ամեն օր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի գտնվում է վտանգի տակ, լինելու այդ հալածանքի օբյեկտ, լինելու Նիկոլի հալածանքի օբյեկտ կենտրոնում։ Մեր առաջարկը հստակ է։ Պայքարել եւ այն եղանակով, որը բացառում է Նիկոլի կամ արտահայտությունը։ Նիկոլը ընտրություն չի կարող կազմակերպի, Նիկոլը արդարադատություն չի կարող վերահսկել, իրականացնել, Նիկոլը չի կարող երկրում իշխանությունների բաժանման եւ տարանջատման սկզբունքը պահպանել։ Նիկոլը պետք է գնա անվստահության գործընթացով, որտեղ ինքը ունի 0 կամ արտահայտության հնարավորություն եւ պարոն Համբարձումյանը շարունակելու է մնալ մեր վարչապետի թեկնածու։